Եթերում հեռանկարն է։ Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։ Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե Երևանը, թե Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը։ Ինչով է պայմանավորված այս ամենը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ։ Այս եւ այլ հարցեր քննարկենք արտաքին քաղաքականության եւ անվտանգության կառավարման հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես ոչ միայն Հայաստան եկող պաշտոնյաները, այլև ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններում հետևյալ տեսակետը կա, որ նրանք բոլորը ողջունում են առաջընթացը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Շաբաթներ առաջ դա կարծես ակտուալ էր։ Այժմ Ադրբեջանը կարծես փոխել է խոսույթը եւ ավելի շատ փորձում է ցույց տալ, որ այստեղ լարվածությունը դեռ գերիշխող է։ Ինչ է սա նշանակում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը չի փոխել։ Ադրբեջանը հենց այդ խաղաղության համաձայնագրի գործընթացի ավարտից անմիջապես հետո այդ փոփոխությունը գրանցեց, այսինքն ինքը հետ կանգնեց իր խաղաղության հանդեպ նախկինում ոչ այնքան անկեղծ դրսևորած հանձնառությունից, որովհետև այո, հավանաբար իրենք չէին սպասում, որ մենք այդ երկու հոդվածի հարցում կընդունենք իրենց տեսակետը եւ երբ ընդունեցինք, սկսեցին անմիջապես սաբոտաժի ենթարկել խաղաղության գործընթացը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը բացարձակապես հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագիր ստորագրելով, որովհետև իրենք այն տեսակետին են, որ իրենք հիմնականում հասել են այն ամենին, ինչի ուզում են հասնել, սակայն իրենք դեռ հեռահար նպատակներ էլ ունեն, որոնք եթե մաքսիմալ ասենք, եթե իրենց մոտ լիներ հնարավորություն, իրենք անգամ թերևս կոչնչացնեին Հայաստանի պետականությունը, բայց քանի որ դա իհարկե բարդ է 2025 թվականին, իրենք առնվազն փորձում են նոր զիջումներ կորզել եւ առնվազն փորձում են ռեգիոնալ հեգեմոնիա հաստատել։ Հիմա այդ ճանապարհով որքան է հնարավոր առաջ ընթանալ։ Ինչը պետք է կանգնեցնի։ Կարծում եմ, որ առաջին մենք պետք է հաստատակամ լինենք, մի կողմից, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները հաստատակամ են եւ անընդհատ շեշտում են, որ մենք խաղաղության համաձայնագիր պատրաստ ենք ստորագրել ցանկացած պահի եւ մենք հայտարարել ենք անգամ այն առաջարկը, որ պատրաստ ենք միաժամանակ ԵԱԿ-ի Մինսկի խումբը լուծարել, բայց մենք պետք է նաեւ կանգ առնենք հետագա հնարավոր զիջումների հարցում, որովհետև ես կարծում եմ, որ եթե այդ շրջանը էլի վերաբացվի Ադրբեջանի կողմից, արդեն իսկ մենք զրկվում ենք մեր պետականության համար խիստ կարևոր զսպաշապիկներից եւ ատրիբուտներից, որոնք թույլատնում են մեզ որպես պետություն տարբեր առումներով։ Հիմա դուք հիշատակեցիք Մինսկի խմբի լուծարումը, նաև Ադրբեջանը սահմանադրության հարցն է պարբերաբար բարձրացնում։ Հիմա այս ամենի մասին փորձագիտական ձեր կարծիքն ինչպիսին է։ Սահմանադրությունը ամենաբարդ հարցն է, որովհետև այնտեղ կան շատ տարբեր շերտեր, ես կփորձեմ կարճ խոսել, ես կարծում եմ, որ մեր սահմանադրության փոփոխությունը որպես ներքին քաղաքական գործընթաց միշտ էլ նախատեսվում էր 19 թվականից, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն կերպ դա փորձում է դարձնել ներքին քաղաքական հարց Հայաստանի համար։ Եվ դա շատ մտահոգիչ է, որովհետև այն ելույթը, որը Բայրամովը ունեցավ Անտալիայում, ակնհայտորեն այդ նպատակներ հետապնդում, որովհետև ինքը ասում է, ես չեմ ուզում միայն Փաշինյանի կառավարության հետ խաղաղության համաձայնագիր կնքել, մենք պիտի համոզվենք, որ Հայաստանում չկան այսպես կոչված ռևանշիստներ, որոնք մի օր կարող են հերթական պահանջներ առաջադրել։ Դա ինչ է նշանակում։ Ինքը ասում է փաստորեն ուղիղ տեքստով, որ Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ժողովուրդը գնա եւ կողմ քվեարկի նոր սահմանադրությանը առանց այդ անկախության հռչակագրին եւ հետեւաբար նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին որևէ թեկուզ եւ ամենաանուղակի ակնարկ պարունակող փաստաթղթին եւ այդ դեպքում միայն իրենք կհամոզվեն, որ Հայաստանում ռևանշիզմ չկա, սա շատ վտանգավոր է, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք եւ չի կարող լինել երաշխիք, որ մեր ժողովուրդը կգնա եւ մեծամասնությամբ կողմ կքվեարկի առանց այդ
հղմանը, սահմանադրությանը, մանավանդ եթե իրենք ամեն կերպ փորձում են դա Հայաստանում դարձնել ներքին քաղաքական հարց։ Դա փաստորեն հիբրիդային պատերազմի մի տեսակ է, եւ հետո եթե Հայաստանի ժողովուրդը կողմ չքվեարկի, նրանք կարող են դա որպես պատրվակ օգտագործել ընդհուպ մինչև նոր ռազմական հարձակում նախաձեռնելու համար, ինչպես Ռուսաստանը Ուկրաինային է պիտակավորում եւ նմանատիպ այլ օրինակներ։ Իրենք հիմա ասում են, եվրոպական երկրներում էլ եղել են նմանատիպ դեպքեր, երբ սահմանադրության փոփոխություններ են եղել երկու երկրների միջև հարաբերությունների պահանջներից դրդված։ Դա ճիշտ է, որովհետև այնտեղ կա եւ իրենք փորձում են դա օգտագործել Բելֆաստի դեպքը Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի միջև, սակայն այնտեղ ուժերի լրիվ այլ դինամիկա է եղել, երկու կողմն էլ բարի կամք են ունեցել եւ իրենք նաեւ ակնարկում են Հյուսիսային Մակեդոնիայի դեպքը, որը երկու անգամ արդեն պահանջների է ենթարկվել Հունաստանի եւ Բուլղարիայի կողմից ազգային ինքնության նառնչվող համապատասխան սահմանադրական փոփոխություններ անել։ Դա եղել է Եվրամիության անդամակցության կոնտեքստում, սակայն մեր դեպքում դա շատ ուրիշ է, հատկապես քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը նույնպես հղում է կատարում այդ իրենց անկախության հռչակագրին եւ ի տարբերություն մեզ իրենք իրենց իրավահաջորդ են հայտարարել ոչ թե սովետական խորհրդային Ադրբեջանին, այլ մուսաֆաթական առաջին Ադրբեջանին, որը ազգերի լիգայում ներկայացրել է քարտեզներ, որով Հայաստանի տարածքի 60%-ը իրենք պահանջել են։ Եվ ըստ իս մենք պետք է այդ հարցը սկսենք ավելի լուրջ հետամուտ լինել եւ անգամ Բայրամովը մի տեսակ ծաղրական ասեց, եթե դա իրական մտահոգություն լիներ հայկական կողմից, դուք այդ հարցը ավելի լուրջ կբարձրացնեք։ Ես անձամբ գտնում եմ, որ պետք է առնվազն հասնել այդ փոխադարձության սկզբունքին։ Իհարկե Ադրբեջանը օգտագործելով ուժերի ասիմետրիան ամեն կերպ կդիմադրի, որ իրենք էլ իրենց սահմանադրությունը փոխեն, բայց ես վտանգ եմ տեսնում, որ եթե միակողմանի նման ընկալում լինի, որ մեր սահմանադրությունը փոխվում է նաև Ադրբեջանի առաջադրած պահանջի հիման վրա, որից մենք խուսափում ենք, իսկ իրենք ամեն կերպ փորձում են դա հետամուտ լինել, ապա կարող են բավականին լուրջ խնդիրներ լինել ներքին քաղաքական առումով եւ մենք առնվազն պետք է փոխադարձության պահանջը դնենք ըստ իս։ Հիմա սահմանադրության հարցը, Մինսկի խմբի լուծարման հարցը պարզ է, որ Ադրբեջանի վերջին պահանջները չեն։ Մենք արդեն տեսնում ենք, որ վերջին շաբաթներին, հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ Ադրբեջանը դարձյալ խոսեց Զանգեզուրի միջանցք, այսպես ասած, այդ արտահայտությունից եւ ասել է, որ անժամկետ եւ անխոչնդոտ ճանապարհ է ուզում։ Այն, որ Հայաստանը առաջարկում է եւ տվել է առաջարկներ, որոնք կարող էին փոխադարձ ընդունելի լինել, մենք արդեն լսել ենք պաշտոնյաներից, բայց ինչու դա ընդունելի չէ Ադրբեջանի կողմից։ Որովհետեւ Ադրբեջանը մտադրություն ու ցանկություն չունի ճանապարհները ապաշրջափակել։ Ադրբեջանը ուզում է մեզ թողնել շրջափակման մեջ եւ օգտագործել այդ այսպես կոչված միջանցքը մեր տարածքով անարգել տարանցիկ ձևով կապվելու Նախիջևանի հետ, որի հետ կապվելու խնդիր ինքը չունի, քանի որ կապվում է Իրանի ու Թուրքիայի միջոցով եւ անարգել կերպով տեղափոխի ինչ որ ինքը ցանկանում է։ Եթե մենք ընկնենք կասկածամտության գիրկը, կարող ենք մտածել, որ դա կարող է հանգեցնել նրան, որ մի օր զենք, զինամթերք եւ զինվորականներ տեղափոխի հսկողությունից դուրս, որը բնականաբար կլինի շատ վտանգավոր, որովհետեւ վերջի վերջո մի օր այդ զենքն ու զինվորականները կարող են գործել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դա մեր համար բնականաբար մենք չենք կարող դրա որևէ հնարավորությունը թույլ տալ։ Այսինքն այն ինչ մեր կողմը առաջարկել է, դա մաքսիմալ բավարար պայմաններ են եւ ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը նաեւ առաջին իրոք ցանկանում է ապաշրջափակել տարածաշրջանային ճանապարհները եւ մենք տեսանք, որ Եվրամիության որոշակի աջակցությունը կա այն հարցում, որ այդ ճանապարհը կամ ճանապարհները, որովհետեւ Հայաստանի այդ խաղաղության խաչմերուկ նախագծում կա մի քանի ճանապարհի հարց եւ իրական ապաշրջափակման հարց եւ դա կարող է մաս դառնալ այդ տրանսկասպյան միջին միջանցքին, որը ունի նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն։ Սակայն Ադրբեջանը պարզապես փորձում է մեզ էլ ավելի
խորացնել Հայաստանի շրջափակումը, որովհետև եթե մենք այդ ճանապարհի հանդեպ կորցնենք հսկողությունը, մենք ոչ միայն չենք ապաշրջափակվում, այլ մենք առավել խորը շրջափակման մեջ ենք հայտնվում։ Հիմա հաղորդակցության ուղիները ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին են վերաբերում, այլև տարածաշրջանից էլ դուրս գտնվող ուժերը այստեղ բնականաբար հետաքրքրություն ունեն։ Որոնք են լինելու Հայաստանի անելիքները նկատի ունենալով այս ամենը եւ դասավորությունը այս անորոշության շրջանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի անելիքը պետք է լինի հաստատակամությունը։ Առաջին հաստատակամ ձևով ցույց տալ խաղաղության օրակարգին մեր հետևողական հավատարմությունն ու բարի կամքը, որը վերջիվերջո տեղ է հասել, որովհետև գիտեք, եթե մի տարի առաջ ես օրինակ նույն ոչ պաշտոնական հանրային դիվանագիտության շրջանակներում խոսում էի միջազգային դիվանագետների, պաշտոնյաների հետ, կար այդ կեղծ այդ հավասարության նշանը դնելու բառապաշարը, մեզնից անդադ զիջումներ ակնկալելու բառապաշարը, հիմա դա չկա, որովհետև ես կարծում եմ, որ նույն Եվրամիությունը բացի մեկ-երկու երկրից, որոնք հայտնի երկրներն են Ադրբեջանի աջակից եւ որոնք իրենք էլ Եվրամիությունում ունեն խնդիրներ եւ անգամ նկատվում է, որ միացյալ թագավորության հրապարակային տեսակետներում կա որոշակի փոփոխություն, իսկ դա եղել է այն երկիրը, որը եղել է Ադրբեջանի ավանդական դաշնակիցը կամ գործընկերը ստրատեգիական եւ հիմա անգամ միացյալ թագավորությունն է փորձում որոշակի ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այդ նախապայմանների ու պահանջների երբեք չավարտվող շրջանը եւ վերջապես ստորագրի խաղաղության համաձայնագիրը, բայց ես իրականում կարծում եմ, որ էլի Միացյալ Նահանգները կամ միգուցե ինչ որ տեսանկյունից անգամ Թուրքիան եւ միգուցե Միացյալ Թագավորությունը, դրանք են այն երեք երկրները, որոնք կարող են որոշակի ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործում։ Հիմա մենք շատ կարճ ժամանակ ունենք, բայց թերևս անդրադառնանք Արցախի հարցին։ Այդ զիջումները վերաբերում էին նրան, որովհետև այն ժամանակ Արցախը դեռևս կար, թե դրանից հետո է։ Եվ ինչպես պիտի վարվել Արցախի դեպքում։ Կար երկու տեսակետ, որ մի տեսակետը այն էր, որ այդ արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանական փոքրամասնության վերադարձի եւ նույնիսկ Զանգեզուրի միջանցքի խոսույթը առաջարկվում էր հայերի վերադարձը դեպի Արցախ կանխելու, Լաչինի միջանցքի հարցը փակելու հետ կապված։ Սակայն մենք տեսանք, որ Ադրբեջանը եթե նույնիսկ ի սկզբանե այդ նպատակներ հետապնդում, ոգևորության գիրկը ընկավ եւ ակնհայտ էքսպանսիոնիստական քաղաքականությունը հետապնդում Հայաստանի հանդեպ, նաեւ օգտվելով միջազգային բարդ իրավիճակից եւ մենք իհարկե շատ բարդ իրավիճակում ենք եւ այստեղ բարդ է այն, որ մեր մոտ դա ստեղծում է նաև ներքաղաքական մեծ լարվածություն եւ բևեռայնացվածություն, թե իշխանությունների եւ ընդդիմության որոշ շրջանակների եւ թե նաև հայաստանցի արցախցի այդ բևեռայնացումը եւ մենք կարծում եմ, որ պետք է շատ զգուշ լինենք, որպեսզի այդ բևեռայնացումը չարմատանա, մենք պետք է տարբեր համակարգված գործողություններ մշակենք, որպեսզի վերջ տանք այդ բևեռայնացմանը եւ ես կարծում եմ, որ իրատեսական ցավոք սրտի չի կարելի համարել արցախցիների վերադարձի օրակարգ հետապնդելը, սակայն մենք պետք է ամեն կերպ արցախցիներին ինտեգրացնենք մաքսիմալ եւ մենք պետք է անկեղծ երկխոսություն ունենանք եւ հասկանանք, որ նման օրակարգ այսօր ցավոք իրատեսական չէ եւ դա կարող է սաբոտաժի ենթարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ ցանկացած դրական երկխաղաղության համաձայնության եւ ես եթե 2 րոպե ունենք Չունենք այդքան, բայց գիտեք իմ համար շատ ուսանելի է Ֆինլանդիայի օրինակը, որովհետև շատ տարբեր երկրների օրինակներ են բերվում, սակայն իրականում Ֆինլանդիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2 անգամ խորհրդային Ռուսաստանին պարտվելուց հետո եւ այն բանից հետո, երբ Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Կարելիան, ստիպված եղավ կես միլիոն ֆիննի
կարելի է այց էվակուացնել մի շաբաթում եւ այդ ֆիններին մաքսիմալ ինտեգրեց Ֆինլանդիան եւ դա ինչի դիմաց արվեց, դա արվեց այն բանի դիմաց, որ Ֆինլանդիան չինտեգրվի խորհրդային միության հետ եւ չդառնա հերթական միութենական հանրապետություն։ Դա էր ամբողջ այդ, ինձ թվում է այդտեղից կարելի է որոշ բաներ սովորել։ Շատ շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը արտաքին քաղաքականության եւ անվտանգության կառավարման հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանն էր։